Տեղի ունեցավ Եվրամիություն Հայաստան քաղաքասարակության 8-րդ պլատֆորմի երկկողմ հանդիպումը, որին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Եվրամիության պաշտոնյաներ եւ քաղաքասարակության ներկայացուցիչներ։ Ըստ պլատֆորմի հեղինակների Եվրամիություն Հայաստան պլատֆորմը համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 366-րդ հոդվածով ստեղծված եւ Եվրամիություն Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգով նախատեսված քաղաքասարակության կառույց է, որին վերապահված է Հայաստան-Եվրամիություն գործընկերության առաջընթացը մշտադիտարկելու գործառույթ։ ԵՄ Հայաստան քաղաքասարակության պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանի խոսքով կառույցն իր կարճ գործունեության ընթացքում հասցրել է զեկույցներ ներկայացնել կառավարությանը, մասնավորապես փոխվարչապետի գրասենյակին։ Պլատֆորմի գործունեության համառոտ ներկայացումից հետո ողջունի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ներկաներին հավաստեց, որ իշխանությունները բարձր են գնահատում եւ կարեւորում Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության գործունեությունը։ Վարչապետի խոսքով կառավարությունը ստեղծել է գործիքակազմեր քաղաքական մեծամասնության թիմ եւ պետական այլ մարմինների արդյունավետ գործունեության եւ քաղաքասարակության հետ սինխրոն գործակցության համար։ Փաշինյանն ընդգծեց, թե 2018 թվականից հետո Հայաստանում ժողովրդավարությունը տնտեսությունը մեծ առաջընթաց է ունեցել, բայց դեռ կան խնդիրներ, որոնց լուծումները կառավարության առաջնահերթություններում են։ Ամենամեծ քննադատությունը մեր կառավարության եւ քաղաքական մեծամասնության հասցեին այն է, որ մենք արդարության ակնկալիքը ունենալով որպես հիմնական օրակարգերից մեկը հեղափոխության դեռևս չենք կարողացել Հայաստանում արդարության ոլորտում հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար։ Շարունակելով իր միտքը վարչապետը նշեց, որ Հայաստանում արդարադատության եւ դատական իշխանության համակարգերը չունեն օրգանական կապ իշխանության հիմնական կրողի ժողովրդի հետ, ապա շարունակեց այս խնդրի լուծման բանալին նոր սահմանադրության ընդունումն է։ Որովհետեւ Հայաստանում արդարադատությունը եւ արդարությունը կառավարվում է մեծ մասամբ այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած են, իրենք չունեն օրգանական կապ ժողովրդի առաջ եւ նաեւ չունեն հաշվետվողականության բավարար մակարդակ եւ պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ, որը իշխանության բարձրագույն կրողն է։ Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ Հայաստանն ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենք, ու չնայած դրան կառավարության ղեկավարն ընդգծեց, Հայաստանը երբեք Եվրամիության հետ չի խոսի շանտաժի լեզվով եւ ստիպի, որ իրեն ընդունեն այդ կառույցում։ Կառավարության նպատակն է, որ մեր երկիրը դարձնենք եվրոպական չափանիշներին համապատասխանող զարգացած պետություն, նշեց Փաշինյանը։ Պլատֆորմի աշխատանքներին ողջունի խոսք հղեց եւ արդյունավետ աշխատանք մաղթեց նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա կարևորեց համաժողովի անցկացումը, որը նախորդում է եկող ամիս Հայաստանում տեղի ունեցող Եվրոպական համայնքի քաղաքական համաժողովին, դիտարկելով որպես կարևորագույն միջոցառումներից առաջ նախապատրաստական փուլ, միաժամանակ ընդգծելով քաղաքասարակության հետ գործակցության կարևորությունը։ Ներկայումս Հայաստանի եւ Եվրամիության միջև ակտիվ քննարկման փուլում են տարածաշրջանային կապակցվածության մի շարք նախաձեռնություններ։ Դրանք համահունչ են ԵՄ գլոբալ դարպաս ռազմավարությանը, ինչպես նաև Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը։ Այս ծրագրերը միտված են խթանելու տարածաշրջանային կայուն զարգացումը եւ խաղաղության օրակարգը, նպաստելով Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրանսպորտային, էներգետիկ եւ թվային ցանցերին։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեի անդամ Դումիտրու Ֆորնեյան, Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեի արտաքին հարաբերությունների նախագահ Ստեֆանո Պալմիերին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը եւ տեսաուղերձով ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Եվրամիության պաշտոնյաները իրենց ելույթներում ընդգծեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացումը, ստանձնած երկկողմ հանձնառությունների կատարումն ու Հայաստանում ժողովրդավարության ընդգծված մակարդակի բարձրացումը, միաժամանակ կարևորելով գործակցության ուղիների ընդլայնումը սկսած վիզաների ազատականացման գործընթացներից մինչև տնտեսական հարաբերություններ։ Համաժողովը չսահմանափակվեց միայն բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներով։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցան նաև պանելային 4 քննարկում, որին մասնակցեցին արդարադատության նախարար Սրփուի Գալյանն ու ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։